Դու ես մեղավոր։ Դու չկարողացար վարես քաղաքականություն, դու չկարողացար վարես դիվանագիտություն, որը պետք էր Հայաստանին։ Հետևաբար հեռացիր։ Քանը իր դեմ ասեք, Ում դեմ։ Կանչում ասում եք ասեք։ Ասեք այդքան։ Փաշինյանը։ Այո։ Հեսա բանում դեբատներում տենց բաներ չեն ասի նրանք։ Դեբատ կարող է Հայաստան չլինի։ Այսինքն դուք ուզում եք ասեք, չէ, կներեք։ Դուք ուզում եք ասեք, որ այս կոմունիկացիոն այս հանրային միջոցները բավարար չեն Նիկոլ Փաշինյանին լսելու, թե ես ինչ եմ ասում։ Լսեք, ինքը այնքան հիվանդագին վերաբերմունք ունի մեր խոսքի նկատմամբ, որ տվայտանքների մեջ անգնում մեր ամեն խոսքից։ Ինքը առաջինը մեր խոսքն է լսում ու տվայտանքների մեջ անգնում։ Ինքը, ուրեմն, եթե դուք չեք պատկերացնում, ինքը բոլոր այս խոսքերը հիմա էլ շատ հնարավոր է ուղիղ եթերում հետևում է։ Ասեն, որ ինքը ոչ մեկին չի հետևում, ոչ մեկին չի լսում։ Դուք կներեք, դուք որտեղից եք։ Դուք ինչ գիտեք։ Նախ խնդրում եմ ներկայացեք, հետո ասեք։ Ազնարար իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ։ Ես տարիներ շարունակ պայքարում եմ բոլոր հակազգային արտահայտումների դեմ այս իշխանությանը։ Եվ բոլոր կուսակցությունները փոխանակ հակազդեն, դիմադրեն այս ամեն ինչի, ոչ մի ձեն չեն անում իրենց քննադատում։ Այսօր մենք հոգնել ենք նախնիներից, այսօր ասացինք, որ ԱԳ-ի թեկնածու դուք եք ըլնել։ Ինչի ձեր կուսակցությունում նոր դեմքեր չկան, ինչի բոլոր կուսակցություններում նոր դեմքեր չկան, երիտասարդ ունեք ավելի պատրաստված, որպեսզի ներկայացնեք ձեր կուսակցությունը։ Ուրեմն ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհավորում եմ, որ դուք կարողացաք այս միջավայրում անել ձեր քաղաքական հայտարարությունը, շնորհակալ եմ, թույլ տվեք ես շարունակեմ ասուլիսը։ Ես ասեմ նաեւ, որ Չէ, դուք արդեն կներեք, դուք հիմա արդեն խանգարում եք մեր միջոցառման անցկացմանը։ Ես ձեզ թույլ տվեցի արտահայտվել, անել ձեր քաղաքական հայտարարությունը, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ։ Հիմա անցնենք առաջ։ Խնդրեմ, այլ հարցեր։ Չեմ խանգարել, ես իրավունք